Ես էլ քեզ։ Ինչ անունը։ Ինչ անունը։ Այդ սիրունա մազերը, լսի, դու գիտես ինչքան սիրունա մազերը։ Հələ բա գույնը։ Գիտեմ ոնց են ձևակերպել 2000-ականների։ Բայց հենց այդ ձևակերպումը տվել են մեր գործը բաղկացնեին։ Բայց դրան էլ կա։ Բարև։ Պարոն Փաշինյան, մի հատ մենք 2008 թվականից հանրակացանում ենք, ապա շուտվանից 90-ականներից։ Ուղղակի տան ենք սպասում։ Որտեղ է։ Հասցեն որն է։ Արցախի 32 կոտորակ 6։ Գիտեք ինչ, մենք հիմա սոցիալական որոշակի խմբերի համար մեր նախընտրական ծրագրում գրել ենք նաև բնակարանի ապահովման ծրագրեր ենք անելու։ Այդ հանրակացարանների խնդրեմ այնքան լուրջ խնդրեմ է։ Ուզենայի մի հատ այցելեք ուղղակի էլի մենք այնքան կտրված ենք։ Կհավատաք, որ առանց այցելելու պատկերացնում եմ այնտեղ ինչա կատարվում։ Կոմունալ հարմարություն ունենք, որ երեխաները տասնյակ նման տեղեր այցելել եմ եւ հավատացեք, դեպքերի 90 եւ ավել տոկոսում նույն վիճակն է, դրա համար մենք նախընտրական ծրագրում կետ ենք ներառել։ Այդ մարդը, որ հանրակացարան բառը արդեն ինքը իր մեջ իր պրոբլեմատիկան պարունակում է եւ մենք մտածում ենք, որ սոցիալական բնականաշինության եւ ծրագրեր պետք է սկսենք, որպես այդ հարցը հանրակացարաններ եւ վթարային շենքեր, այդ ֆունդամենտալ երկու մեծ խնդիրներ են, որոնցով պետք է լուծվենք, բայց դա էլ պետք է հասկանանք, որ իրականում մենք չենք պատկերացնում հարցի մասշտաբը։ Մեզ դիմում են, ով որ մեզ հանդիպում ասում է, մեզ թվում է 1, 2, 3, 4, բայց այդպիսի տասնյակ եւ հարյուրավոր ունենք, որոնց բնակիչները մեզ չեն հանդիպել եւ չեն դիմել։ Հասկանում եմ, բայց շատ կուզեի մեր հասցեն ուղղակի այցելեիք։ Հասցեն նորից ասեք։ Արցախի 32 կոտորակ 6 երկաթից Ստեփոյա կոչ։ Շատ լավ։ Այցելելու համար չեմ ասում, հիշելու համար։ Տեսնենք։ Փաշինյան։ Այդ շնորհակալություն ձեզ բարի օր։ Այս ընկերս վերցրել է։ Ձեզ ներքևը հանդիպեցինք, չէ՞։ Խապես ընկերոջս։ Շնորհակալություն։ Մեզ էլի պարոն Փաշինյան հաջողություններ ենք մաղթում ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կարելի մի տալ սելֆի արել։ Այո, իհարկե։ Միատել մենք, հա։ Ճանապարհին Բայց այս տեմպով մենք ոչ միայն Մարաշեն, այլև երևույթ չենք։ Ձեզ քարտեզն էլ իրեմ։ Մեսի շատ, ուրախ եք նկարենք, էլի Կանգնեք, պարոն Ավինյան, կանգնեք։ Բա ոնց ենք լուծելու տեմպի հարցը, պարոն Ավինյան։ Հիմա սկսում ենք քայլել, բանվար։ Բայց մեկը մարդկանց տեսնենք, ոչ ենք ասելու հաջող։ Առաջարկելու ենք քայլելով, բանվար։ Հա, բայց շատ լավ գաղափար է։ Շատ լավ գաղափար։ Ժոր ջան, եկեք քայլելով շփվենք։ Բարև ձեկ, եկեք քայլելով շփվենք։ Քայլելով մի քիչ դժվար կլինի։ Ես ձեզ շատ եմ դիմել, ինտերվյու նայեք, երևի կճանաչեք նկարներով։ Հիշեցիք, իմ հարցերին այդպես լուծում չտրվեց։ Ո՞րն էր ձեր հարցը։ Ես Հայաստանի Հանրապետությունից վաղուց հեռացել էի։ Ահա։ Այսինքն հասած։ Հետո Քաղաքացիություն ունեք։ Ահա, ունեմ, վաղուց բնակարաններ ունեմ։ Մերսի։ Բա ի՞նչն էր հարցը, որ չի լուծվել։ Հիմա եկել եմ մի շարք խնդիրների առաջ եմ կանգնել։ Ուրեմն հարցեր են, ոչ միայն մի հարց։ Այո, մի շարք, ես մի քանի անգամ Հələ խնդրում եմ ամենակարևոր ասեք մենք։ Կոմունալ տնտեսությունների հետ է կապված առաջին հերթին։ Որ միացումներ լինեն։ Չէ, միացում չէ։ Նախ համատիրությունը ինձանից մեծ գումար է պահանջում, բայց փոխարենը Դե գիտեք ինչի։ ինքը Որտեւ այդքան տարի չեք վճարել վճարները։ Դեմ չեմ, բայց երբ որ իմ բնակարանի տակ անօրինական շինարարություններ գնում։ Բնակարանի տակ ասելով ինչ նկատի ունի։ Այ Անտոնի բնակարանը։ Չէ, տակ փողոցում։ Չէ, շենքի տակ, շենքի տարածքում։ Դե գիտեք Ես դիմել եմ 3 վարչապետ, 3 նախագահ, 3 քաղաքապետ ու այն ժամանակ բանի պես Իսկ կարողա նրանից որ այդ հարցը լուծելի չի։ Լուծելի է, անօրինական բաներ են շատ արել, հիմքի շենքը քանդել են։ Ինչ եք ուզում որ արվի շենքի նախնական տեսքը վերականգնվի։ Նկատի ունեմ հարցը որ ինչ պետք է տեղի ունենա որ դուք արձանագրեք որ լուծվեց վերջ։ Որ ես հանգիստ պայմաններում ապրեմ։ Այդ հասկացա, բայց ինչ պետք է տեղի ունենա։ Տարբերակներ, պետք է ապամոնտաժել, պետք է փոխհատուցում տալ, պետք է քրեական գործ հարուցել դատել, պետք է վտարել, պետք է հասկանալ։ Չէ, որովհետև տեսեք, շատ դեպքերում մարդիկ հարց բարձրացնում են
եւ ասում են լուծում չի ստանում։ Պետք է պատկերացնել լուծում ասելով ինչ։ Դե լուծում որ ես հանգիստ պայմաններում Դե ապրեմ։ ինչա պետք դրա համար։ Այդ վերելակը վերացվի իմ բնակարանի տակից։ Ամբողջ օրը ես աղմուկի մեջ եմ ապրում։ Տեսչական մարմինը պետք է գա։ Այո, պետք է գա։ Ստուգել են։ Առանց հետո մեր բնակարանի աղմուկը գերազանցում է։ Դե հիմա ոնց անենք, ով կա օգնականներից։ Տիկին Դավոյան հասցեն կարող եք։ Ես ցույց կարամ տամ Բայց չեն կարող շեղվել։ Ավելի լավ է, թող տեսչականը թող գա մենք։ Մեզ սպասում են։ Համեցեք։ Okay, հիմա փոխում եմ, ապրում եմ Վարչով։ Ինչու։ Ասենք ապրեմ Քրիստոսի։ Մեծացրել եմ, հիմա ապրում եմ բան։ Վարչով, ստեղ, Վարչով, ասում եմ դեր հետ նկարվեմ, կլինի։ Այս պայմաններում դժվար կլինի։ Բարև ձեզ։ Մի րոպե։ Բուկլետ։ Բարև ձեզ։ Քարտեզ, բուկլետ։ Բարև ձեզ։ Դուք մեր խմբից եք։ Այո։ Բաս եք մեր խմբից։ Լավ եք։ Լավ։ Դժվար առաջ գնացեք, լավ եք։ Համեցեք նվեր տամ ձեզ, Չէ, նվեր պետք չի, նա։ Հաջող Դու պետք է 10 տարի աշխատես, Վարչապետ ջան։ Այդ քարտեզն է վերցրեք։ Հաճույք։ աղջիկս նայելու է ու ուրախանալու։ Քանի տարեկան աղջիկը։ 9 տարեկան։ Մի հատ Լեոնարդ աղջկան ես էլ կփոխանցեք։ Շնորհակալ եմ, շատ լավ որ։ Լավ եք, ձեզ էլ եղբայր։ Ձեզ էլ։ Հա, լսում եմ։ Բայց դուք նոր քաղաքապետ եք, երկար բարև ձեզ, լավ եք։ Հենց մոտիկացել եմ քաղաքապետի մասով։ Քաղաքապետարանը։ Ինչու՞ է մենակ իր գրպանի մասին մտածում։ Տիկին ձեր ազգանունը ինչ է։ Սարգսյան Գարինե։ Հիմա խնդրում եմ մի նախաձայնությամբ ձևակերպեք ակնկալիքը ինչ եք ուզում, մի նախաձայնությամբ։ Ակնկալիքը, եթե ՀՀ քաղաքացիները, հաշմանդամները, չոչե օգտվում, ինչու փախստականներն չեն օգտվում։ Ինչ եք ուզում, ինչ կոնկրետ ինչ եք ուզում։ 4 անգամ նստում եմ գնում հիվանդանոց։ Օրինակ մեկը Ինչ եք ուզում որ անենք ձեզ համար։ Փախստականների համար է քաղաքապետարանը զեղչանի տրանսպորտի։ Փախստականը միլիոներ չի, որ տալիս է տանվար, աջակցությունը կտրել է։ Լսեցի, հասկացանք, ձեզ կքննարկենք։ Քննարկենք, բացի դրանից։ Բարև ձեզ, մեր քարտեզից նայրեմ եւ բուկլետ։ Վերցրեք։ Գիտեք, ես շատ Բարև ձեզ, եղբայր։ Բարև ձեզ, լավ օր ձեզ, լավ են ձեր գործերը։ Հասկացած ես։ Բայց մի րոպե, մենք Առողջապահությունը ես ձեզ խնդրել եմ անե, դուք ինձ օգնել եք, ասա կգնաք Ավանեսյանի մոտ, ոչ մի բան չի օգնել, մենակ խոսել է։ Ինչու՞ չի ընդունում, ես իր մեսեջը Տիկին Դավոյան, այս օգնականս նա կպարզի եւ կպարզաբանի։ Տիկին Դավոյանը թող մոտենի։ Հասկացա, դուք էլ իմանաք։ Լսեցի։ Հասկացա, հարգելիս, հասկացա, լսեցի։ Բարև ձեզ։ Բացի դրանից, ակցիաների աջակցությունը չի կտրել։ Ինչա սոցիալը կտրել։ Չենք կտրել։ Սոցիալական որոշակի խմբերի շարունակվում է այդ աջակցությունը, մյուսներին աջակցում ենք, որ աշխատեն։ Աշխատում եմ այսօր 1000 դրամ է դու երկերի։ Որտեղ եք աշխատում։ Ինչքան խոտ եմ հարում։ Ինչքան պետք է ես աշխատեմ, որ կարողանամ 200 Լսեցի ձեզ վարչապետ։ Շատ լավ։ ընդունեք ես ես Տիկին Սարգսյան։ Դե նա ընդունեցինք, էլի վարչապետն էլ ընդունեց քաղաքապետն է։ Ինչ տարբերություն կաբինետում է։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Պարոն վարչապետ, 11 կտակ սրանից։ 11 հատ ինչի 3 հատ։ Մի հատիկ կտակ։ 10 չապետ հաջան։ Նամակ կարամ գրեմ, ասելու պատահական։ Եղբայր, ձեր ազգանունը ինչ է։ Ավետյան Լեզիկ։ Պարոն Ավետյան, ուզում եմ անկեղծ ասեմ, հիմա այնքան շատ են նամակները, էլ չեմ հասնում կարդամ։ Մի հատ պաուզա տանք, էլի մի հատ պաուզա տանք, մի հատ դադարանի։ Չեմ ուզում ասեմ, այն ժամանակ ես սխալվեցի, նկարեցի, դրեցի, որ անձամբ նամակ եմ կարդում ու գնաց հարավոր նամակները, չեմ կարողանում։ Լավ, հետո ուրեմն գրեմ։ Շատ լավ։ Գյուղատնտեսական հարցը։ Լավ եղբայր ջան, կներեք էլի հազար ներողություն։ Բարև ձեզ։
ոնց են ձեր գործերը։ Համոզված եմ, որ ձեր գործերը լավ կլինեն, որովհետև մարդը երբ որ ժպիտով է, իր գործերը միշտ լավ կլինեն։ Տենց միշտ Շատ սիրունացել եք, լավացել եք։ միշտ տենց ժպիտով մնացեք, լավ եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց են ձեր գործերը։ Լավ եմ, բարդ ուզում։ Շատ լավ, որտեղից եք, Սիրիայից եք։ Այո։ Ահա, լավ տեղավորվել եք։ Լավ են գործերը։ Լավ եղեք, ուրախ ենք, եղբայր ջան, շատ ուրախ ենք, որ տեղավորվել եք, տնավորվել ենք։ Գիտենք, որ մարդիկ նաև ձեր պատրաստածը շատ սիրում են եւ բոլոր տեղերում խոսում են։ Չէ, շնորհակալ եմ։ Ասում են այնտեղ, որտեղ մեր սիրիացի եւ լիբանանցի հայրենակիցներն են, ուտելու տեղ են բացեք, գնացեք, անպայման փորձեք, որովհետեւ համով։ Լավ եղեք։ Բարև ձեզ։ Հա, եղբայր։ Բայց բուկլետ էլ ենք տալիս հետ։ Հետ ենք, չենք գնում։ Լավ եք։ Լավ։ Լավ, փորձենք Եթե այն մյուս մայթը ստվերը լինի, թե չի լինի։ Երկու հատ։ Կողմն ենք մտնելու, դրա համար ենք։ Հա, օքեյ։ Երկու հատ է բուկլետ։ Բարև ձեզ։ Ես ձեր հետ ուզում խոսեմ։ Քայլելով կխոսեք, քայլելով։ Բուկլետքը եւ քարտեզ վերցրեք։ Խնդրեմ։ Ես ձեզ նամակ եմ գրել երևի ու այդ նամակ։ Ինչ թեմայով։ Դատական process կա, կապված իմ ընկերոջ հետ։ Բարև ձեզ, Ժորժ, Բարև ձեզ։ Ախր դատական process-ներ այնքան բարդ են, մեզ համար դատական process-ի մասին խոսալը ամենաբարդ թեման է, որովհետև մենք այդտեղ իրավունք չունենք ընդհանրապես մտնենք։ Ուղղակի շատ անարդար կերպով են իրան նայում։ Բարև ձեզ։ Զին ծառայող եք։ Որտե՞ղ եք ծառայում։ Շատ լավ։ Վերցրեք ձեզ նվեր։ Մի րոպե կներեք։ Լեոնարդ, մի րոպե ոնց որ մագնիս չեկավ եք։ Լեոնարդ։ Քեզ փոքրիչ։ Բարև եք։ Լավ եղեք, լավ որ ձեզ։ Հա, համեցեք։ Քրեական գործ է։ Չէ։ Բա։ Ավտոմեքենայի վթարի հետ է կապված, բայց ինքը ճիշտ է եղել, էլի։ Հա, բանի ապահովագրության հետ կապված հարցը։ Ինչ եք ուզում որ ես անեմ։ Մի հատ ուզում եմ, եթե դուք ինչ-որ բան կարող անեք, այդ Կհավատաք, որ չեմ կարող բան անեմ, կհավատաք։ Դե ուզենալը ախր հասկանում եք, տեսեք, որովհետև դուք քաղաքացի եք, ճիշտ է։ Եթե ենթադրենք նույնիսկ կարող եմ ինչ-որ բան անել, եթե ենթադրենք դուք քաղաքացի եք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, որին ես շատ հարգում սիրում եմ։ Մյուս կողմն էլ է քաղաքացի Հայաստանի Հանրապետության, իրան էլ պակաս չեմ հարգում սիրում, հասկանում եք։ Ես վեճ դե արդարությունը որոշելու տեղը դատարանն է, հասկանում եք, այս ամբողջ խնդիրը։ Եթե ենթադրենք, ասենք օրինակ ես ինչ որ ձևեր գտնեմ եւ այլն միջամտություն անեմ եւ կողմերից մեկի օգտին դրա արդյունքում որ այն մյուս քաղաքացին իրավունք ունենա, ասի ես երկրում արդարություն չկա, ով ծանոթ է գտնում կամ ով հազար ներողություն խնդրում եմ չնեղանաք, ով շուտ հասնում է վարչապետին իր հարցի իր ճշմարտությունը ներկայացնում է նայել աղբյուր։ մի հատ ճիշտ չէ, ճիշտ եմ ուզում անցնել։ Դե ճիշտը մի հատ է դա, բայց պետք է օրինական ուժի մեջ դատավճռով արձանագրված լինի, հասկանում եք դա։ Երբ որ մենք սկսենք ծռել, արդյունքում ճիշտը չի ստացվի։ Ես չեմ բացառում, այսինքն ես չեմ կարող, բայց դուք ինչ գիտեք, որ այդ գործի արդյունքում դուք չեք հաղթելու, ինչ եք դենց մտածում։ Կարող է մտածում եք, որ իրոք օբյեկտիվորեն այդքան էլ ճիշտ չի ձեր դիրքորոշումը։ Եթե գիտեք ճիշտ է, ուրեմն պայքարելու տեղը դատարանն է։ Բոլոր դեպքերում պայքարելու տեղը դատարանն է, ընդ որում մյուս կողմի նկատմամբ ծայրահեղ հարգալից, մյուս կողմն էլ ձեր նկատմամբ ծայրահեղ հարգալից փաստարկների մեր ուզած այդ չի, որ մեր դատարանում լինի փաստարկների մրցակցություն։ Մեր ուզածներն այդ փակ աչքերով Ֆեմիդան հիշում եք, չէ՞ որ փաստարկները sense դրված լինենք շերքին, որ կողմը ծանր է, ասի ճիշտը մի հատ ճիշտ է այդը։ Խնդրում եմ կներեք իսկապես, բայց եւ սա մեր դիրքորոշումն է, եւ սա մեր երազանքն է, որ ի վերջո, գիտեք, մեր երազանքն է նա, որ ոչ մի քաղաքացի
դատանի հետ կապված հարցով ոչ վարչապետին, ոչ էլ ուրիշ պաշտոնյայի չմոտենա ընդհանրապես։ Որտեղ ինքը իմանա, որ մոտենալու տեղը այնա, որտեղ ինքը հիմա գտնվում է դատարանը, եւ պետք է ինքը կենտրոնանա իր փաստարկների ներկայացման վրա, համոզված լինելով, որ այդ փաստարկները իրենց կշիռը կստանան եւ իրեն հանգուցալուծման մեջ իրենց դերը կխաղան։ Հաջողություն եմ մաղթում ձեզ դատարանում։ Ժորժան հայլեցի առաջ։ Մենք ես շնորհակալ Քայլելով նկարվել եմ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Այսօր ամուսնուս ապրացիա պետք անեն աչքերը։ Անչափ շնորհակալ Ես եմ եմ։ Եվ ուրախ ենք, որ ճիշտ ասած մեր երեխաները հոգսը թեթևացրել եք մեր վրա, ծախսերը իրենց քեչացել է, իրանք էլ լավ կլինեն, մենք էլ գերազանց լավ ենք։ Ոչ չեմ կարող։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չեն թողում ձեզ անցնեք։ Դեղ պիտի խմեի։ Եկեք անցեք, տիկին ջան, եկեք անցեք։ Որ կողմ եք ուզում։ Այստեղ համեցեք, լավ եք։ Հա, Լավ որ ձեզ։ թող խաղաղություն լինի, հայրենակը։ Այո, խաղաղ։ Բայց մեր հողերը հաշվին չլինի։ Մեր Հայաստանի հողերը մի բուրենք, դարձան կեսբուր։ Հիմա շատ ձեր ազգանունը ի՞նչ է։ Դուք շատ լավն եք։ Ազգանունը ի՞նչ է ձեր։ Բայց այդ մի բանը մի արեք, հող մի տվեք։ Ազգանունը ի՞նչ է ձեր։ Մանուկյան Թամարա։ Տիկին Մանուկյան, ուրեմն մենք պետք է նաև կոնկրետանանք, թե ինչ նկատի ունենք։ Լսեցի ձեզ։ Մենք պետք է կողմնորոշվենք, թե ինչ նկատի ունենք Հայաստանի հող ասելով։ Մենք կողմնորոշվել ենք եւ ասում ենք, որ Հայաստանի հող ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքը։ Եվ եթե ժամանակ ունենայինք, ես ձեզ նաև հաճույքով Գիտեք, տեսեք, վերջին 500 տարում ուրեմն Հայաստանի այսօրվա Հայաստանի տարածքում Բագրատ ունիներից հետո մենք պետություն ընդհանրապես չենք ունեցել մինչև 1918 թվականը եւ մենք պետք է հասկանանք, որ պատմական ճշմարտության դաշտ մտնելով մենք մի այնպիսի բանի մեջ ենք մտնում Մենք վերջին 1000 տարում այս տարածքում պետություն չենք ունեցել, բայց այս տարածքում պետություններ եղել են եւ մենք պետք է ուրախանանք եւ կենտրոնանանք այսօր մեզ 29 պատմության եթե լուծեցինք անշակների Ուրեմն Հայաստանի պատմությունը գիտեմ ես, էլի պատմությունը Հայաստանի պատմության մեջ որ ջերմուկ են մտել, իրանք որ ձեզ մի բան պարտադրում են, այս պետք է տա, դուք ինչ եք ասում, դուք մեր ջերմուկից դուրս եկեք։ Ուրեմն ասեք, մի վախեցեք, մի րոպե 2024 թվի սեպտեմբերին ստորագրվել եւ 24 թվի հոկտեմբերին վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի Սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը, որտեղ արձանագրվել է, որ արմատայի սկզբունքը բազային սկզբունքը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման այդ նշանակում է ներողություն։ Դե բայց չեմ լսում։ Հիմա ջրերի մեջ ապրենք, թե երկրի սահմանները ճշտենք։ Եկեք մի հատ կողմնորոշվենք թեման։ Մի րոպե, հիմա այդ կանոնակարգը նշանակում է, որ ձեր ասած եւ մյուս խնդրահարույց տարածքների հարցերը սահմանազատման հարցերով լուծվելու են։ Որ լսում եմ մի բան գրավել են, ես տարիքից 7 Երբեք լսել։ Այն ժամանակները եթե տաուշում եք որ ասեք Ղարաբաղը մեր չի, ես եք ֆակտորացում, լսում եմ, պատանում եմ։ Ես գիտեք ճշմարտությունները, ես էլ եմ այդ ճշմարտությունի ժամանակին վատացել։ Բայց այդ վատանալու արդյունքում պետք է կայացնել լավ որոշումներ։ Ձեր համար ուրախությունից, թե փողոցը որ ձեզ էինք ընտրելու, ման էի գալիս, արևը տվեց գլխից, ապրելն էր թե մայիսն էր։ Դե բա հիմա էլ էս կողմ եք տիկին, էլի արևը ձեր գլխին է Առաջանան ու եկա իբրատ խփեց, հետո դուք ասել բարև Վեցի մեծ հաջողություն, բայց ես հաճույքով Ավինյան ջան, դուք ես հաճույքով Ասենյան եկրետ մանկապարտեզի վերևի տների մասին մտածել Ես վերցրեք, ես հաճույքով հետագայում քարոզարշավի ընթացքում հարցազրույցների ընթացքում ձեր հարցերին անպայման կանդրադառնամ, լավ եղեք։ Գներին նայեք։ Գներ եղա։
Բարև եղբայր։ 1000 դրամ փոխանակ։ Չեմ կարող դնել։ Էս էլ մարդն է, որ ասում է, դե չիլնի, չեք տեսել։ Չէ։ Բայց լավ արգելված է հիմա։ Օրենքով արգելված է այդ մարդուն։ Եթե արգելված չէ, մարդուն 1000 դրամ տվեք։ Չա։ Եթե արգելված է մի տվեք։ Մի քանի հատ կարելի է։ Եթե լրագրողներ շատ կան, մի X պահի մի հատ հով ծառի տակ կկանգնենք, կխոսենք, հա։ Վայ կներեք։ Ես եմ շնորհակալ ձեզնից։ Իմիջայլոց ասեմ, դուք ներեցեք, դուք որ լրատվամիջոցից եք։ Բանը մեր ուղիղեթերը որտեղ է, այսօր օրվա մեջ պայմանավորվենք մամուլի ծառայության հետ, հա, միտեղ պայմանավորվենք, սենց փողոցային պայմաններում կհավաքվենք, կպատասխանեմ լրագրողների հարցերին, մի ժամ, բայց կտրամադրեմ դրան, լավ։ Պարոն Փաշինյան, ինձ բարև ձեզ։ Կտրեք ինձ մի հատ։ Շնորհակալություն։ Ողջույն։ Տիկին Նազելի Բաղդասարյան, եթե լսում եք, ստեղ, հա, ճիշտ է, մեզ հետ։ Բարև եղբայր։ Ես հրապել այդ դրանից, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Լավ են ձեր գործերը։ Դե ես միշտ գիտեք ոնց եմ մտնում եմ տարածք, խանութա, սրճարանա, ռեստորանա, որ մտնում ես առաջին հայացքից արդեն մոտավոր գիտես ոնց է, որովհետև խանութի կամ տվյալ կազմակերպության մթնոլորտը քաղաքական նկատի չունեմ, ենթադրեք անջի, հաճախորդ եմ։ Սկսած տեսքից, դասավորությունից, գեղագիտությունից, ես օրինակ ձեր մոտից հաճույքով առևտուր կանեի։ Այդ շատ կա, գիտեք ինչ, ինձ գիտեք ինչն է զարմացնում, որ կարա հիմա կողքը լինի ուրիշ խանութ եւ իրանք ասեն, որ գործ չկա եւ այլն, բայց ես շատ կարեւոր եմ համարում, որ մենք արձանագրենք, որ նույնիսկ կարտոֆիլի դասավորած ձևը ազդում է առևտրի վրա, այդ այնքան նրբություններ կա, առևտուր ամեն մարդ չի որ կարա անի, դա գիտելիք է, որ չէ դե գիտեք երբեմն լինում է որ օբյեկտիվ պատճառներով ասենք ճգնաժամ անում երկրում եւ այլն, Աստված չան հիմա մեր մոտ Առաջին վարտը մելը, որ ֆրանսիացի Իրանը չէ լավ լուրջ։ Իդի եւ միջև հիմա բայց շարունակում եք։ Չէ, Բախի չեք շարունակում։ ուղարկեցին կնդել մեր հայ համայնքն դե իր ծախին, իր ծախսերը հանին, մնացածը բարեգործական տեմ բարաժանը։ Իմիջայլոց մենք հիմա ծրագիր ենք անում Եվրամիություն արտահանումը խթանելու համար եւ մաքսային վճարների մասով աջակցություն ենք ցուցաբերում, կարող եք հետաքրքրվել, իհարկե, բայց անհատներով չգիտեմ, գոնե ԱԾ պետք է լինի, որպեսզի այդ գործը կազմի։ Եթե փորձը ունեք, այդպեսի մտածեք շարունակելու։ Լավ եղեք։ Ձեզ էլ շնորհակալ եմ։ Երկու։ Նազելին Բաղդասարյան խնդրենք թողնենք։ Երեխեք ջան, բարև ձեզ։ Լավ եք, Լեոնարդը ուրա։ Բարև ձեզ պարոն Փաշինյան, սիրելիցի եք։ Հա, շատ ուրախ եմ։ Մենք շատ ուրախ ենք ձեզանով։ Պարոն Փաշինյան, Հաջան։ Շատ Ուպլետ։ Իսկես։ Շատ կարած էր այդ նկարը։ Ժորժ ջան, շատ դժվարանում է նկարվելը գնալով։ Շատ շուտ, ցենտ։ Եթե շատ արագ կարող եք։ Չկա, հատիստաս։ Կա, քարտես։ Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, մենք հանդիպում ենք ամեն առաջին Բայց ինչի՞ բարև եք որ։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Ձեզ։ Շնորհակալ եմ։ Կներեք էլի չի լինում մի խոսակցության վրա կենտրոնանալ, որտեղ ուզում են բոլոր մարդկանց արձագանք են։ Պարոն Փաշինյան, ես ընկել եմ ստրեչում, որ ձեզ չեմ տեսել։ Որ գնում ենք երևում, ստրեչում ես իմա ոտս կուտում։ Արդեն երկրորդ մարդն եք, որ իմ պատճառով առողջական խնդիր ա ունեցել։ Առողջություն եմ, քանի տարեկան եք դուք։ Ես 70 Ահա, հիմա փառքաստու առողջության ապահովագրության շահառու եք եւ առողջության խնդիրները, այդ թվում մեր ստեղծած առողջական խնդիրները լուծում ենք։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեզանից։ Ես եմ շնորհակալ։ Ամեն ինչ է Շնորհակալ եմ։ Մի հատ քարտեզ։ Մերսի շատ։